Արագածոտնի մարզի Եղի-Պատրուշ գյուղը հոկտեմբերի 18-ին կդառնա լեռնային սպորտի կենտրոն, հյուրընկալելով Թեղենի Sky Race 2025 բաց առաջնությունը։ Արդեն իսկ մոտ 100 մարդ է գրանցվել լեռնային վազքի առաջնությանը մասնակցելու ու Թեղենիսի գագաթը նվաճելու համար։ Մասնակիցների գրեթե կեսը ռուսներ են, կան նաև Իրանի քաղաքացիներ։ Մի մասը պրոֆեսիոնալ մարզիկներ են, տարբեր առաջնությունների հաղթողներ։ Սերնդափոխություն է տեղի ունենում իմ ամբողջ աշխարհում, զբոսաշրջիկների սերնդափոխություն եւ այսպես ասած նոր սերունդի զբոսաշրջիկները իրենք ավելի շատ ներգրավում են արդեն ակտիվ հանգստի մեջ։ Այսպիսի միջոցառումները, որը որ հատկապես վերաբերվում է արկածային զբոսաշրջությանը, խթանելու են մեր երկրան ճանաչելիության բարձրացմանը։ Նախ ինքն իրենով հետաքրքիր նոր այսպես զբոսաշրջային արդյունք է եւ նպաստում է հայկական զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացմանը, բազմազանեցմանը եւ դրանով իսկ նաեւ համաշխարհային շուկայում Հայաստանի գրավչության բարձրացմանը։ Միջոցառումը մասսայական է, բաց է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ ակտիվ հանգստի սիրահարների համար։ Դրան մասնակցելու համար լեռնագնացի հմտություններ չեն պահանջվում։ Բավարար է լինել ֆիզիկապես առողջ եւ ունենալ ակտիվ հանգստի հանդեպ սեր։ Առաջնության գլխավոր հովանավորն է Հայէկոնոմբանկը, որը խրախուսում է առողջ ապրելակերպն ու հասարակության ակտիվությունը։ Բանկը նախատեսել է մրցանակներ 6 լավագույն մասնակիցների, 3 տղամարդու եւ 3 կնոջ համար։ Իրականում շատ բարձր մրցանակային ֆոնդեր են։ Պարբերաբար հորդորում ենք մեր բոլոր շահառուներին, այդ թվում մեր աշխատակիցներին, մեր հաճախորդներին, որպեսզի նրանք սպորտը դարձնեն ապրելակերպ։ Նաև որպես տնտեսության բաղադրիչ մենք շատ լավ գիտակցում ենք, որ туриզմը մեր տնտեսության մեջ շատ կարևոր հատված է կազմում եւ մենք բոլոր նախադրյալները ունենք զարգացնել туриզմի մասնաբաժինը մեր համախառն ներքին արդյունքի մեջ։ Sky Running-ը ոչ միայն սպորտային մրցաշար է, այլև Հայաստանը աշխարհին ներկայացնելու եւս մեկ հարթակ։ Բացի միջազգային հարթակներում մեր երկրի իմիջի ամրապնդումից նման միջոցառումները նպաստում են նաև տեղական համայնքների զարգացմանը։ Մենք այսօր համագործակցում ենք օրինակ Հայէկոնոմբանկի հետ։ Կարծես թե դա ոչ մի բան չի ասում, բայց իրականում դա կորպորատիվ պատասխանատվության, սոցիալական պատասխանատվության, բիզնեսի եւ այլ ոլորտների ներգրավվածության մասին է խոսքում եւ ավելի շատ այստեղ կա երկրորդական էֆեկտ, բազմակի էֆեկտ հասկացությունը տնտեսության հետ կապված։ Լեռնային վազքի համար Հայաստանը դրախտավայր է, ունենք մինչև 4000 մետր բարձրության լեռներ։ Դժվար հաղթահարելի, բայց գեղեցիկ բնապատկերներով հարուստ Թեղենիսը այս անգամ ընտրվել է զուտ տեխնիկական պատճառներով։ Տարվա այս եղանակին ամենահարմար բնակլիմայական պայմաններն այստեղ են։ Երկրորդ բաց առաջնությունը նախատեսվում է անցկացնել Արագածի գագաթը հաղթահարելով։ Կազմակերպիչները վստահ են, ժամանակի ընթացքում առաջնությունը կդառնա միջազգային փառատոն ու տարվա ընթացքում կանցկացվի ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ։